Հիմա երբ մենք արդեն գիտենք ինչա bias-ը եւ մեր նպատակը bias-ը հնարավորինս փոքրացնել լավ estimation-ի համար, եկեք հասկանանք ինչի է x բառը, կամ այլ կերպ ասած, միջին թվաբանականը կամ mean-ը, average-ը, այդքան լավը։ Դե մինչ սկսելը եկեք ենթադրենք, որ ունենք random variable-ներ, բայց մի հատ չէ, ունենք x1 ինչ-որ random variable, x2 ինչ-որ random variable, x3, ինչ-որ xn հատ random variable, որոնք որ շատ կարևոր է, գալիս են ինչ-որ մի հատ x distribution-ից բոլորը, որի իրական պարամետրերն են μ-ն և իր սիգմա քառակուսին variance-ը։ Ինչի է այս assumption-ը կարևոր, որ այս բոլորը գալիս են մի հատ distribution-ից, այսինքն ստեղ մի հատ է գրենք independently identically distributed, իրանք կարևոր պայմանավորին են իդենտիկ, այսինքն բոլորը գալիս են նույն distribution-ից, իրանք independent են, այսինքն մի random variable-ի իմացությունը ոչ մի ինֆորմացիա չի տալիս մյուս random variable-ի մասին, և դա արդեն distribution-ից են գալի, ինչ-որ մի հատ տենց մայր distribution-ից, և սրանք դուստր փոքրիկ random variable-ներն են։ Այս կարևոր է հետագա ապացույցի համար, որը հիմա կտրամադրեմ։ Ու դե, քանի որ մենք ունենք, որ expectation of x-ը հավասար է μ և variance of x-ը հավասար է սիգմա քառակուսի։ Հիմա ենթադրենք ուզում ենք մենք ինչ-որ մի հատ լավ estimator գտնենք այս մեր μ-ի համար։ Լավ estimator-ը մեզ պետք, ունենք ինչ-որ sample և unbiased-ը մեզ պետք, մեր նպատակը ստանալ unbiased estimator։ Եկեք սկսենք օրինակի համար ինչ-որ մի հատ, սենց random վերցնենք x բառը, եկեք սենց գնենք, մեր μ թետա n-ը, որը մեր estimator-ն է, ես ուզում եմ վերցնեմ օրինակ x բառ, սենց մանրամասն եկեք գրեմ, որը հավասար է 1 n-երորդ xi, դե in հավասար է 1-ից գնում է n, հետագայում ես n ու i հավասար 1-ը չեմ գրի, միայն սիգմա սամի նշանը կդնամ։ Սա մեր estimator-ն է, սկզբնական, որը որ մենք կփորձենք ցույց տալ, որ unbiased է։ Իսկ unbiased լինելու համար, երբ որ մենք հետ դառնանք մեր սկզբնական բանաձևին, ապացուցելու համար, որ ինքը unbiased է, պետք է ստանանք, որ այս bias-ը հավասար է 0-ի։ Այդ դեպքում մենք ասենք, որ ինքը okay, unbiased estimator է։ Այսինքն, երբ որ expectation-ը հանած իրական պարամետրը հավասար է 0-ի։ Կամ այլ կերպ ասած, երբ որ մեր estimator-ի expectation-ը հավասար է իրական true պարամետրին։ Հետ դառնանք ու փորձենք ցույց տալ դա։ Ավելի մանրամասն եկեք գրենք, որովհետև սա մեզ հետագայում պետք է գալու։ Գրենք x1 գումարած x2 գումարած x3 գումարած xn հարաբերությունը մեր sample-ի թվաքանակին։ Այսինքն սա զուտ բանաձևը բացեցի, էլի։ Ինքը x-ը գնում է 1-ից n, բաժանում է 1 n-րդի, սա սովորական average-ի բանաձևն է։ Հիմա, երբ որ մենք ուզում ենք ապացուցել expectation-ի, վերցնում ենք expectation-ը մեր թետա n-ի, մանրամասն գրում ենք expectation-ը մեր x բառի, որ հավասար է expectation-ը, զուտ բացում է 1 n-րդ sum of xi, որը հավասար է։ Նայեք, մենք ունենք սենց մի հատ հատկություն expectation-ի համար, որ երբ որ մենք ունենք constant expectation-ի մեջ,
Ինչով այս դեպքում մեր մոտ 1/9-ն է, ինքը կոնստանտ է, կարանք հանենք expectation-ից դուրս։ Ստացվի 1/9 expectation sum of xi։ Հիմա, երբ որ մենք փորձենք էլի բացել սա, ավելի մանրամասն լինելու համար, կարող ենք գրել սա հետևյալ կերպ, գրենք 1/9 ու բացում ենք expectation-ի մեջ, եկեք այսպես գրեմ, expectation-ի մեջ x1 գումարած x2 գումարած x3 գումարած մինչև x-ն փակում ենք փակագիծով։ Հիմա ամենակարևոր պահը գալիս է հենց այստեղ։ Մենք ասացինք, չէ, որ մեզ պետք է, որ բոլոր այս x1, x2, x3, xn-ները գան մի հատ distribution-ից, Meyer distribution-ից, որի որ μ է, sigma քառակուսին, sigma քառակուսին է։ Այսինքն average-ը variance, average-ը μ է, variance-ը x-ը sigma քառակուսին է։ Ինչի մենք էս արեցինք։ Մենք ոնց որ նպատակը estimation-ի նա է, որ մենք ստանանք μ-ն։ Մենք այս expectation-ով մեր estimatory պետք է ստանանք μ-ն, որ μ-ից հանենք μ, ստանանք 0 եւ ապացուցենք, որ բայասը 0 է։ Երբ որ մենք ունենք x1, x2, x3, xn, որոնք գալիս են մեկ distribution-ից, դա նշանակում է, որ x1-ը գալիս է այս distribution-ից, x2-ը գալիս է այս distribution-ից, x3-ը գալիս է այս distribution-ից, xn-ը գալիս է այս նույն distribution-ից։ Իսկ երբ որ բոլորը նույն distribution-ն են, այլ կերպ ասած, սրանց բոլոր x1, x2, x3 random variable-ների մինը համապատասխանում է, μ-ն համապատասխանում է նույն էս μ-ին, sigma քառակուսին համապատասխանում նույն էս sigma քառակուսին։ Այսինքն սրան μ-ն է μ, սրա μ-ն է μ, սրա μ-ն է μ, հա, սրանց average-ներն է μ, expectation-ներն է μ, բոլոր սրանք նույն distribution-ներն են, գալիս են նույն այս distribution-ից։ Իրանք համապատասխանում են նույն expectation-ին, ինչ որ այս Meyer distribution-ն է, եւ իհարկե այստեղ sigma քառակուսի մասին կխոսենք մեկ այլ վիդեոյում։ Այսինքն բոլորը այստեղ իդենտիկ են, ինչը որ մեզ ապահովում է այս պայմանը, identically and independently distributed։ Երբ որ մենք ունենք սա, այս պայմանը, մենք կարող ենք այլ կերպ ասենք, որ expectation of x1 հավասար է expectation of x2 հավասար է expectation of x3 հավասար է բոլոր expectation-ներին մինչև x-ն, որոնք որ հավասար են μ, տեսեք ստեղ ցույց եմ տվել, μ, ստեղ բոլորը μ։ Կամ այլ կերպ միանգամից կարելի է շատ ձևեր, շատ բոլոր հնարավոր հայտնի ձևերը եւ ոչ հայտնի ձևերը ես ցույց եմ տալի, կամ կարելի է գրել xi-ը, որտեղ i-ը մեր 1-ից մինչև n-ն է, հավասար է μ։ Միշտ ինքը μ է, ինքը այս նույն distribution-ից է գալի, ինքը միշտ μ է։ Սա շատ կարևոր է, որ մենք ցույց տանք ստեղ, որ այս բոլոր n հատ x1, x2, x3-ները գալիս են նույն distribution-ից, նույն expectation-ով, այսինքն բոլորը μ են։ Բայց մինչ այդ, եկեք ավելի պարզեցնենք, գրենք 1/9 ըստ expectation-ի հատկության, կարող են գրել x1 գումարած expectation x2 գումարած գումարած expectation x-ն։ Դե մենք ստեղ արդեն ասացինք, որ այս բոլոր expectation-ները հավասար են իրար եւ ոչ միայն հավասար են իրար, այլ նաեւ հավասար են Meyer distribution-ի μ-ին։ Ստեղ եկեք գրենք μ։ Ու ստեղ մենք կարող ենք վստահությամբ գրել մի քանի տարբեր ձևերով, ավելի հասկանալի լինելու համար, եկեք բոլոր ձևերը գրենք։ Կարող ենք գրենք 1/9 ամենատենց սովորական ձևով կարող ենք գրել, քանի հատ ստեղ բան կա, այսինքն term կա, 1-ից գնում է մինչև n, այսինքն n հատ sense expectation-ներ են իրար գումարած, կարող ենք գրենք 1/9 անգամ x, 1/9 անգամ x, անգամ expectation of xi, ինչը որ հավասար է նույն, ասենք նույն ավելի
տարբեր ձևերով եմ ցույց տալիս, որ եթե որոշ տեղ բաց մնա, այս մի ուրիշ ձևով գրված հասկանալի լինի։ Expectation of x1, չգիտեմ, x1 կարամ գրեմ, ինքը լրիվ ընդունված է, որովհետև նույն այս x-ի փոխարեն ես կարամ գրեմ ցանկացած 1 կարող լինի 2, այսինքն n հատ նույն expectation-ները գումարած է իրար։ Բոլորը գալիս են նույն distribution-ից, այս էլ ասեմ ավելին հավասար է mu-ի։ Այս էլ է հավասար mu-ի, այսինքն էս է։ Կամ կարան գրենք 1n-երորդ, արդեն գալիս ենք վերջնական այդ մեր արդյունքին, անգամ mu։ n հատ mu է այստեղ, s expectation-ն է mu, s expectation-ն է mu, բոլորը mu են, այսինքն մենք ունենք n հատ mu։ Եվ կարանք n-երը զուտ սենց ջնջենք, կրճատենք, ու մեր մոտ կմնա 1 անգամ mu, որը որ mu-ն է։ Ինչ մենք ստացանք ստեղ։ Մենք ստացանք, դե ասենք եկեք գրենք bias-ի բանաձև, մի հատ հաստատ համոզվենք, որ ինքը unbiased է։ Ինչ է bias-ը, ասում է bias-ը մեր estimation-ի հավասար է expectation of մեր estimator հանած true parameter։ Այս դեպքում մեր մոտ estimator-ը x բարն է, մեր parameter-ն էլ mu-ն է։ Դե գրենք bias of x bar հավասար է expectation s-ի, նույն այս դեպքում, հա, expectation x բարն է, որը մենք հաշվեցինք ու ստացանք mu։ Այս է։ Այս է expectation of x bar հավասար է mu։ Ու երբ որ մենք գրենք բանաձևի մեջ, bias x bar-ը հավասար է mu, եւ իրական մեր պարամետրը, մեր փնտրվող պարամետրը, որը մենք ուզում ենք estimate անենք mu-ն է, ու աստվածի մենք կստանանք, որ bias-ը 0 է։ Ինչ մենք ցույց տվեցինք։ Մենք ցույց տվեցինք, որ x bar-ը, average-ը, arithmetic mean-ը, թվաբանական, միջին թվաբանականը unbiased estimator-ը, երբ որ մենք ունենք identically independently distributed variable-ներ, random variable-ներ եկացող x distribution-ից, որի որ mu-ն mu է, sigma քառակուսին sigma քառակուսի է։ Variance-ի մասին խոսանք դեռ, եւ տեսեք, արդեն մենք ունենք հետեւյալ պատկերը, ասենց հեռացնեմ մի քիչ, որ x bar-ը լավ estimator է, unbiased լինելու առումով կոնկրետ այս իրավիճակում։ Սա լավ proof է հասկանալու համար, որ որտեղից է գալի, ինչ իմաստային տարբերություններ կան։ Եվ ինչպես տեսնում ենք, մենք վերջացրեցինք այս վարժությունը, ինչ մենք ուրեմն սովորեցինք այս անգամ, ինչ մենք սովորեցինք։ Մենք ապացուցեցինք, որ x bar-ը unbiased estimator է։ X bar-ի bias-ը հավասար է 0-ի, եւ նաեւ մենք հասկացանք ինչի է մեզ պետք այդ IID-ն identically and independently distributed այդ random variable-ները, որոնք գալիս են ինչ-որ մի հատ x population distribution-ից, որը մեզ հնարավորություն է տալիս, այդ trick-ն է տալիս, որ մենք հավասարացնենք իրենց expectation-ները իրար ու ըստ դրա մենք ստանանք n անգամ ինչ-որ exi եւ այդ n-ը կրճատենք ու ստանանք այս մի expectation-ը, որը mu-ն է, n-երը կրճատում են ու ստանում ենք mu, ինչը նշանակում է, որ այս on average այս estimator-ը մեզ տալու է մեր population-ից mu-ն, ինչը որ expectation-ի գաղափարն է, էլի։ Bias-ի բանաձևը սա է, bias-ը ստուգելու համար պարտադիր չի միանգամից այս հաշվել, կարելի է ասել ինքը unbiased է, երբ որ մենք ստանում ենք, որ estimator-ի expectation-ը նույն մեր փնտրվող պարամետրն է, ինչը որ կապահովի նրանց տարբերությունի 0 լինելը։